Օստեոպաթիայի կամ օստեոպաթի մասնագետը օգտագործում է իր ձեռքերը, մեղմում է ցավը, որը կարող է ունենալ հիվանդը։ Օստեոպաթիան հատուկ ցուցված է հետևյալ խանգարումների պայմաններում. ցավեր, որոնք ազդում են ամբողջ շարժողական համակարգի վրա, ինչպես ոսկորների, ջլերի, այնպես էլ հոդերի դեպքում, շնչառական համակարգի պայմաններ, ինչպես մրսածությունը, գրիպը, բրոնխիտը, մարսողական խանգարումներ, ինչպես դա տեղի ունենում փորկապության, այրոցի դեպքում եւ այլն, հոգեկան առողջության խանգարումներ, ինչպիսիք են սթրեսը, դեպրեսիան, անհանգստությունը, եւ մանկական որոշ խանգարումներ, ինչպես նաեւ հիպերակտիվությունը, նույնպես կարգավորում է օստեոպաթիայի միջոցով։ Ինչ տեխնիկա է օգտագործում օստեոպաթը։ Կախված մարմնի այն հատվածից, որտեղ նա պատրաստվում է աշխատել, օստեոպաթը կկիրառի տարբեր տեխնիկա։ Կառուցվածքային տեխնիկա։ Սա մեթոդ է, որը օգտագործվում է տարբեր հիվանդություններ շտկելիս, որոնք հիմնականում ազդում են շարժողական համակարգի վրա, ինչպիսիք են ոսկորները, մկանները։ Մեկ այլ տեխնիկա օգտագործվում է օստեոպաթի կողմից վիսցերալ թերապիան է։ Դրա միջոցով էլ օստեոպաթի մասնագետը ձգտում է հասնել մարմնի ներքին օրգանների օպտիմալ շարժունակության եւ գործունեությանը։ Շատերին հետաքրքրում է, թե որքան ժամանակ պետք է ծախսի օստեոպաթիկ մասնագետը որոշակի հիվանդությունը թեթևացնելու համար։ Սովորաբար օստեոպաթը մոտ 90 րոպե է ծախսում իր հիվանդի հետ, հատկապես առաջին նստաշրջանում։ Առաջին բանը, որ լավ օստեոպաթիկ մասնագետը պետք է անի, դա հնարավորինս լավագույն ախտորոշումն է եւ դրանից հետո կիրառել այն տեխնիկան, որը նա համարում է համապատասխան։ Հետևյալ կոնսուլտացիաներում նորմալ է, որ մասնագետը շատ ավելի քիչ ժամանակ է պահանջում հիվանդին բուժելու համար։ Օստեոպաթիան ինքը ի սկզբանե հայտ է եկել Դրուսիլի կողմից մոտ 150 տարի առաջ ամերիկյան ռազմական բժիշկ-օրթոպեդ ինքը երբ նկատեց, որ ոսկորների տեղաշարժը, հոդերի տեղաշարժը ազդում է առողջական որոշ խնդիրներ առաջացնում, այդ ուղղությամբ սկսեց աշխատել եւ հայտնաբերեց, որ ոսկորների տեղաշարժը կարգավորելով, ճիշտ տեղը դնելով, առողջական հարցերը, խնդիրները լուծվում են։ Հետագայում մի քիչ ավելի զարգացում ստացավ օստեոպաթիան, դա եղավ ոչ միայն կառուցվածքային, ստրուկտուրալ, այլ նաև ներքին օրգանների հետ կապված դա վիսցերալ օստեոպաթիան էր, վիսցերալ արդեն թարգմանաբար հունարենից նշանակում է ներքին օրգաններ։ Այսինքն ներքին օրգանների ոչ ճիշտ դասավորվածությունը ելնելով հետ վիրահատական կպումներից, բայց կպումներ կարող լինել ոչ միայն հետ վիրահատական, այլ ոչ ճիշտ ապրելակերպից, այսինքն երբ ջուրը քիչ ենք խմում, այնտեղ մեր օրգանները, բոլոր օրգանները, մկանները պատված են ֆասցիաներով բարակ, թաղանթ, որը պետք է լինի շփվող մակերեսը պետք է լինի փափուկ, եթե չորացած է, ջուրը քիչ խմելու խոնավ պետք է լինի, որպեսզի շփումը, ասենք, լավ լինի, մեկը մյուսին չխանգարի, թե մեր օրգանները մեկը մյուսի հետ կապված են եւ մեկը մյուսից ծնվում կամ ինչ-որ մի բան է տալի, բայց նրանք պետք է լինեն ազատ եւ անկախ։ Կպումները բերում են նրան, որ օրգանները ճիշտ չեն աշխատում։ Բացի դա տեղի ունենում օրգանների տեղաշարժ, ասենք լինում հաճախամիզություն, դժվարամիզություն, դա ինչ-որ հիվանդություն չի, դա միզապարկի ոչ ճիշտ դասավորվածություն է, կամ ասենք ռեֆլյուքս, ստամոքսի տեղաշարժի խախտումն է, որ ռեֆլյուքս առաջացնում կերածը հետ է գալի։ Եվ նմանատիպ շատ այլ բաներ։ Առանց վիրահատության դրանք ուղղվում է, կարգավորվում է, որովհետև կատարվում է ի սկզբանե ինչ տեստավորում։ Աշխատանքի ընթացքում միշտ կատարվում է տեստավորում եւ կարգավորում։ Կարգավորում դա անում ենք մատերի ձեռքի օգնությամբ զգալով որտեղ է լարվածությունը, որտեղ կա կապում, նաև իհարկե տեստավորումը նաև մոբիլնես ոտքերի կամ ձեռքերի տեղաշարժը, շնչառության խորությունը, ակտիվությունը, դա խոսում է նրա մասին, որտեղ կա խնդիրը եւ կամ որտեղ խնդիրը արդեն լուծվեց։ Միջինում քանի այց անհրաժեշտ։ Միջինը անհրաժեշտ է 10 այց։ Միջինը, բայց լինում է մի քիչ, լինում է մի քիչ ավել կախված մարդու տեսակից, կոնստիտուցիայից եւ ունեցած խնդիրներից։ Շատ գործոններ կան, որ ազդում են, դա միայն ֆիզիկականը չի, ասենք ոչ ճիշտ սնվել է կամ խմել, ջուր խմել է կամ քնել է, այլ նաեւ կա հոգեոզական սֆերան, այսինքն պսիխոսոմատիկան, որ կարող առաջացնել։ Հետո կարող ասեն մենք ջուրը նորմալ խմում ենք, ամեն ինչ նորմալ է, բայց դա կա պսիխոսոմատիկա։ Իսկ որ դեպքերում է, որ օստեոպաթիան իզորու չէ խնդիրը կարգավորել։ Օնկոլոգիան, տուբերկուլյոզը, վեներական հիվանդություններ եւ ինֆեկցիոն որոշ հիվանդություններ, որտեղ օստեոպաթիան գործ չունի։
դա որոշ դեպքերում կարող է բուժումից հետո կամ բուժման ընթացքում որոշ դեպքերում իհարկե կախված է բժիշկների համագործակցությունից որոշ դեպքում կարող է լրացուցիչ կամ ինչ-որ օգնող միջոց, բայց ի սկզբանե ոչ։ Որ տարիքային շեմից սկսած կարելի է կիրառել ու ցավոտ է թե ոչ այս process-ը։ Տարիքային կամ սեռային տարբերություն չկա, նորածիններ միջև շատ մեծ հասակներ լինի եւ կապ չունի սեռը։ Նույնիսկ հեղիների հետ աշխատանքը, որտեղ հեղիության ընթացքում պատողը կարող է թեքվի կամ հեղիությունը ոչ ճիշտ ընթանա, հա, ինչ-որ խնդիրներով։ Այստեղ օստեոպաթները կարող են օգնել, որպեսզի եւ հեղիությունը լավ անցնի եւ ծննդաբերությունը լավ կատարվի։ Ցավոտ է։ Ցավի զգացողությունը շատ հարաբերական է։ Ինչի, որտեղ կախված է նորից մարդուց, հա, ցավի այդ շեմը ինչպիսին է տվյալ մարդու մոտ։ Որտեղ դեռ չկպած կարող մարդը ցավի զգացում ունենա կամ ցավի զգացողությունը լինի, որոշ դեպքերում դա չի լինում։ Շատ անգամ որտեղ մենք աշխատում ենք բավականին նուրբ, բայց եթե խնդիրները մեծ են եւ ցավի շեմը շատ ցածր է, բնականաբար ինչ որ առումով ցավ կզգա։ Եվ դա այդքան էլ սարսափելի չի, այլ օրգանիզմի պատասխան ռեակցիան է, որը նորմալ է։